Նորավան գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանի կարծիքով երկրում քաղաքական տնտեսական զարգացման նախապայմանը ժողովրդի եւ հասարակության գիտակրթական մակարդակն է։ Վերջին 25 տարում 10 անգամ իջել է Հայաստանում գիտնականների, ինժեներների եւ այլ մտավոր գործիչների թիվը։ Դա իր հերթին ազդում է որոշումներ կայացնելու մակարդակի վրա։ Մենք ոչ միայն զիջում ենք համաշխարհային, ուրեմն առաջատարներին այդ խնդրում, զիջում ենք նաև մեր հարևաններին, անմիջական Վրաստանին, Ադրբեջանին, ես էլ չեմ խոսում Թուրքիայի մասին, որի համալսարանները գտնվում են առաջի հազարյակում, այսպես ասած վարկանիշային աղյուսակներում, մենք գտնվում ենք մոտիկ ենք 2700 թե քանի երրորդ տեղում ենք, օրինակ մեր համալսարանի կարողություններով, եւ սա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ ինչով է ամենակարևոր խնդիրը նա է, որ նման իրավիճակը ոչ միայն նպաստում է մեր ժողովրդագրության վատթարացմանը, մենք գիտենք այդ տեմպերի մասին Հայաստանի լքման, բերում է նաև որակական փոփոխության հասարակության մեջ